Ադրբեջանը մի կողմից ասում է արևմտյան Ադրբեջան, այն մյուս կողմից ասում է վայ գրած է Ղարաբաղյան հայեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Փաշինյանը վտանգավոր է համարում թե ադրբեջանցիների այսպես կոչված արևմտյան Ադրբեջան, թե արցախցիների Լեռնային Ղարաբաղ վերադառնալու մասին խոսակցությունները։ Պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Հայաստանի վարչապետը ասուլիսում Ադրբեջանի նախագահին ուղղված առաջարկ արեց միաժամանակ հրաժարվել այս խոսույթից։ Սառաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ։ Որտեւ ես արդեն ասել եմ բաց հրապարակային, ես մեր Ղարաբաղի ժողովրդին եմ ասել, որովհետեւ ասում են, բա պիտի վերադառնանք, ես ասել եմ դա իրատեսական չի։ Փաշինյանն առաջին անգամը չէ, որ Ալիևին առաջարկում է միաժամանակ որևէ գործողություն կատարել։ 2021 թվականին զորքերը հայելային հետ քաշելու եւ լարվածությունը թույլատնելու սցենար էր առաջարկել վարչապետը, ինչը մերժվել էր Ալիևի կողմից։ Արդյոք Երևանը պատրաստվում է այս նոր առաջարկը Բաքվին փոխանցել պաշտոնական խողովակներով եւ ինչպիսի արձագանք են սպասում։ Այսօր Factor TV-ն այս հարցերն ուղղեց վարչապետի խորհրդական Վարամ Դումանյանին։ Ես կարծում եմ լավագույն պատասխանը եւ վերջնական պատասխանը, ճշգրիտ պատասխանը ձեզ տալիս է վարչապետը։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Փաշինյանի այս առաջարկը խնդրահարույց է համարում։ Միաժամանակ ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր հնարավոր զիջումներն արդեն արել է Ադրբեջանին եւ այժմ չկա որևէ պատճառ, որ կստիպի Ալիևին հրաժարվել արևմտյան Ադրբեջանի խոսույթից։ Այդ մոտեցումը իհարկե խնդրահարույց է եւ այստեղ խոսքը ոչ միայն արցախցիների մասին, այլ ընդհանրապես որևէ դերակատարի հորդորել չխոսել հարցի մասին, որը մեծ հաշվով հիմնարար իրավունք է, այսինքն դա միջազգային իրավունքի մաս է, միջազգային հիմնարար փաստաթղթերի մաս է, հորդորել մարդկանց չբարձրաձայնել խախտված իրավունքները այն պատրվակով, որ դա վնասում է խաղաղությանը կամ խաղաղ իհարկե չափազանց անլուրջ է։ Իրավապաշտպան Աննա Մելիքյանն անընդունելի է համարում մարդու խախտված իրավունքների շուրջ քննարկումները խաղաղությանը խոչընդոտ համարելու վարչապետի հայտարարությունը։ Արևմտյան ադրբեջանցիների վերադարձ հստակության հատուկ ստեղծվել էր այդ հայցակարգը, որպեսզի հենց Արցախահայության վերադարձի հարցը փակվի եւ կարծում եմ, որ նման հաստությամբ ներկայացնել, այսինքն կրկին հավասարեցնել այս կոնֆլիկտի համատեքստում բռնի տեղահանված, այսինքն 23 թվականին բռնի տեղահանված անձանց 20 թվականին, 44 օրյայից հետո հադրութից եւ այլ շրջաններից տեղահանվածներին հավասարեցնել առաջին պատերազմի կամ անգամ սովետական տարիների վերջի տարիների, ժամանակ տեղահանված անձանց ենթադրյալ տեղահանված կամ տեղահանված իրոք կային, որ տեղահանվել են, ըստ էության կարծում ենք, որ սխալ է։ Փաշինյանը Համբուրգում հրավիրած ասուլիսում վճռական տոնայնությամբ հայտարարեց, որ Արցախի հարցը լուծված է ու փակված։ Որովհետև եթե մենք շարունակենք վերադարձի օրակարգը, այդ նշանակում է մենք նորից սկսենք Ղարաբաղյան շարժումը։ Ես ասել եմ, որ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Հիմա Ղարաբաղյան շարժումը ավարտվել է։ Մինչդեռ ուշագրավ է, որ ժամանակին Փաշինյանը հայտարարում էր Արցախի անունից բանակցելու խոսելու իրավունք չունի, քանի որ Արցախը բանակցային լիարժեք կողմ է։ Մեծագույն ցանկության դեպքում անգամ չեմ կարող Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցելու իրավունք վերագրել ինքս ինձ, որովհետև դրա համար չկա ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ բարոյական հիմնավորում։ Արտակ Բեգլարյանը մեր այս հիշեցմանն ի պատասխան նշում է Նիկոլ Փաշինյանը չի կարող որոշել, որ Արցախի ժողովուրդը հրաժարվում է վերադարձ իրավունքից։ Վարչապետը կարող է միայն Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը ձևակերպել, որը մեզ համար խիստ անընդունելի ու ցանկալի չի, դատապարտելի է, որ Հայաստանի կառավարությունը նման դիրքորոշում ունի, ընդ որում իրավունքները վաճառքի է հանում։ Եվ երկրորդը հավասարության նշան է դնում Արցախի ժողովրդի վերադարձի ու ադրբեջանցիների ճակերտավոր վերադարձի միջև, որտեղ որևէ եզր չկա։ Վարչապետը երեկ Համբուրգից խոսում էր նույն բառամթերքով, ինչ 2024-ի մայիսին Ոսկեպարում։ Հայաստանի ղեկավարը կրկին պատերազմի վտանգի մասին էր ակնարկում։ Մենք հիմի կարանք ստեղից դուրս գանք, գնանք ասենք չէ, չկա էնել։ Դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմն է սկսելու։ Որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, բա ինչ ալնելու։ Բա ինչի եք մեղադրում, որ բան արինք։ Զոհերի համար ինչի եք մեղադրում։ Ղարաբաղի հարցի շարունակություն նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր
նոր զրկանքներ, նոր շրջափակում եւ այլն։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանից հետաքրքրվեցինք, ինչու է Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ հաղորդակցվելիս առաջ քաշում պատերազմի մասին խոսույթը։ Սա Ադրբեջանին կատարվող զիջումները արդարացնող շատ արդեն տարածված դարձած խոսույթ է։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանին պետք է ինչ-որ զիջումներ անել կամ որոշակի իրավունքներից հրաժարվել, Նիկոլ Փաշինյանը հասարակությանը վախեցնում է պատերազմով, եւ սա աննորմալ իհարկե։ Վերադարձի առումով հարցերը ասում են, որ բացառող մոտեցումները իշխանությունների չեն բխում մարդու իրավունքների, մարդասիրական իրավունքի եւ փախստականների իրավունքի միջազգային նորմերից, եւ ըստ էության նախ նման որոշումներ կայացնելիս հարկավոր է նաեւ հաշվի առնել հենց այն համայնքի այնտեղ անված անձանց կարծիքները եւ մտադրությունները եւ որոշումներ նրանց փոխարեն չկայացնեն առանց քննարկումների ըստ էության։ Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը քննարկման առարկա չի դարձնում այն անհերքելի փաստը, որ հայերը թե Ադրբեջանից, թե Լեռնային Ղարաբաղից բռնի են տեղահանվել, իսկ Հայաստանում բնակվող ադրբեջանցիները հնարավորություն են ունեցել անգամ վաճառել իրենց գույքը եւ նոր հեռանալ։